Աստծո խոսքը այսպես է ասում Ղուկասի 4:18-ում. Տիրոջ հոգին ինձ վրա է, որի համար էլ օծեց ինձ եւ նա ինձ ուղարկել է աղքատներին ավետարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին թողություն քարոզելու եւ կույրերին տեսություն, խոցվածներին արձակելու, ազատելով Տիրոջ ընդունելի տարին քարոզելու։ Կարող ենք բոլորս ասենք Տիրոջ հոգին ինձ վրա է։ Բարձր Տիրոջ հոգին։ Ամեն, 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 հալելույա։ Մենք չենք կանչում այն ինչ որ չգիտենք, մենք կանչում ենք այն ինչ որ գիտենք, ամեն։ Եվ արդեն մեր մեջ բնակված է Աստծո հոգին։ Այս խոսքերը որ կարդացի, Հիսուսի ծառայության սկիզբն էր։ Աստված այս օրերում մեզ համար նոր սկիզբ ունի։ 1967 թվականին կաթոլիկ եկեղեցուց մի խումբ հոգևորականներ նորոգվեցին Սուրբ Հոգով։ Մի քանի հոգի ընդամենը սկսեցին Սուրբ Հոգու լեզուներով խոսել եւ պարգևներ ստանալ։ Այն ժամանակ ընդամենը կայացավ երկու խումբ։ 1970 թվականին, երբ որ Պապ Պողոս 6-րդը ընդունեց իրենց եւ կաթոլիկ եկեղեցում իրենց արձակեց որպես օրինական մի շարժում, արդեն մոտավորապես 2000 խումբ էին։ Եվ այդ սկիզբը կոչվեց կաթոլիկ խարիզմատիկ շարժում, բայց դրա սկիզբը եղավ Սուրբ Հոգով։ Սուրբ Հոգին միշտ նոր սկիզբ է դնում, սիրելիներ։ Եվ 2000 թվին նրանք 120 միլիոն էին։ 2010 թվականին 230 երկրում այդ շարժումը գործում է եւ մոտավորապես 160 միլիոնի են հասնում ամբողջ աշխարհում։ Այն մարդիկ են, ովքեր կաթողիկ եկեղեցում այդ ծեսերից հետո սկսում են փառաբանել Աստծուն եւ պարգևները ամբողջովին գործում է իրանց մեջ։ Մեծամասնությունը Լատին Ամերիկայում Աստված մի հատ նոր սկիզբ դրեց 60-ական թվականին։ Միշտ Սուրբ Հոգին ամեն բան սկսում է։ Եվ ինչ որ այսօր ուզեմ ձեզ ասեմ, որ սիրելիներ, ես եմ հռչակում։ Մեր մոտ նոր սկիզբ Սուրբ Հոգով։ Նոր օծությունով նոր սկիզբ։ Մենք չենք շարունակում, մենք չենք կտրվել, մենք չենք վերջացրել, մենք նոր սկզբի մեջ ենք։ Ամեն։ Կարող ենք բոլորս հռչակենք նոր սկիզբ։ Սամվել եղբայրներն դու էլ հռչակես։ Բոլոր տեղերում, քո կյանքում, քո եկեղեցում, քո ծառայության մեջ կանգ ես առել կամ կանգ չես առել։ Սկսել ես կամ չես կարող սկսես։ Մի բան եմ ուզում հռչակեմ։ Մենք նոր սկզբի մեջ ենք։ Նոր սկիզբ եմ հռչակում Տեր Հիսուսի անունով։ Մեր եկեղեցիների վրա նոր սկիզբ եմ հռչակում։ Նոր սկիզբ Սուրբ Հոգու լեցունության, նոր սկիզբ պարգևների, նոր սկիզբ հրաշքների ու նշանների, նոր սկիզբ ավետարանչության, նոր սկիզբ Տեր Հիսուսի անունով բոլորս բարձր ասենք, նոր սկիզբ Սուրբ Հոգով, ամեն, սա նոր սկիզբ է քեզ համար, քո հոգևոր վիճակի համար, քո ծառայության համար, նոր սկիզբ է քո ընտանիքի համար, քո զավակների համար, քո ֆինանսների համար, քո հաջողությունների համար, այսօրը նոր սկիզբ։ Սուրբ Հոգին միշտ նոր սկիզբների մեջ է։ Ծննդոց գրքի առաջի գլխի 1-3 խոսքերում կարդում են սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։ Երկիրը անձև ու դատարկ էր եւ խավար կար անդունդի վրա, իսկ Աստծո Հոգին շրջում էր ջրերի վրա եւ Աստված ասեց լույս լինի եւ լույս եղավ։ Առաջին սկիզբը, որ Սուրբ Հոգին մեզ տալիս է սերներ, կյանքի սկիզբն է։ Ինքը եղավ հենց կյանքի սկզբից եւ կյանքին սկիզբ տվեց։ Երբ որ ամեն ինչ անձև էր, դատարկ էր, Սուրբ Հոգին եկավ եւ սկիզբ տվեց։ Աստծո ձայնը խոսքը միացավ իր հոգուն եւ ստեղծվեց մեր աշխարհը։ Այսօր էլ Տերն ուզում է քո կյանքին մի նոր սկիզբ տա։ Այսօր եթե դու անձև ու դատարկ ես
Եթե խավար կա կյանքիդ վրա, մի լավ լուր տամ, Սուրբ Օքին շրջում է մեր մեջ։ Սուրբ Օքին շրջում է ձեր կյանքերի վրա, եւ ինքը այդ հիանալի նոր սկիզբը ամեն մեկիս համար պատրաստել է։ Գիտեք, անգամ մենք կարդում ենք Առաջի խոսքը Աստվածնչի սկզբում Աստված ստեղծեց։ Հովանու ավետարանի առաջի խոսքը ասում է սկզբում բանն էր։ Անկամ սիրելիներ, մեր թվարկությունը, մեր տարեթվի սկիզբը սկսեց Սուրբ Օքով։ Սուրբ Օքին եկավ Մարիամի վրա, Աստծո զորությունը նրան Հովանի եղավ, եւ նրանից ծնվածը պատճառ եղավ աշխարհը բաժանվի երկու մասի՝ Քրիստոսից առաջ, Քրիստոսից հետո։ Ամեն։ Ամեն ինչի սկիզբը Սուրբ Հոգին է։ Այսօր եթե դու ուզում ես սկսես ու չես կարող, Սուրբ Հոգով լցվիր։ Երբ որ մենք Սուրբ Հոգով ենք լցվում, փոխվում է ամեն բան։ Եվ այդ Սուրբ Հոգու լեցունությունը շատ անգամ հարաբերական է։ Այս օրերը, այս 10 օրերը առիթ էր լցվելու։ Այսօր ես շատ տարբերություն չունի մյուս կիրակվանից։ Այսօր մի հատ հրաշալի սկիզբ է, որ դու կարող ես քո կյանքի մեջ ունենաս։ Աստված ինքը փչեց Աթամի վրա, Ծննդոց 2:7, փչեց Աթամի ռնգած մեջ եւ ասում նա կենթանի էակ դարավ։ Աստծո հոգին կյանք տվեց այդ մեռած դիակին։ Եվ այսօր սիրելիս, դու եթե զգում ես մեռած ես, դու եթե զգում ես կիսամեռ ես, դու եթե զգում ես մի բան քո կյանքի մեջ ընչի, հրավիրի, Տեր փչիր իմ վրա։ Այն Սուրբ Օքին, որ բնակվել է քո մեջ, ինքը զորություն ունի փոխելու ամեն բան քո կյանքում։ Ամեն։ Աստված այդ կյանքը տվեց Աթամին, Աթամից կյանք տվեց Եվային։ Քո մեջի կյանքը դու կտաս քո ընտանիքին, ամեն։ Քո միջի եղած կյանքը կտաս քո ազգին։ Ուրեմն կյանքի կարելի ասել, այսպես հաշվենք, կյանքի նոր սկիզբը Սուրբ Օքին։ Ծննդոց 8-րդ գլխի 11-րդ խոսքերում կարդում ենք, որ Աղավնուն արձակեց եւ Աղավնին տեղ չգտավ նստելու համար եւ Աղավնին գիտենք Սուրբ Օքու խորհուրդն է։ Գնաց եւ մեկ շաբաթ հետո նորից արձակեց Աղավնուն։ Եւ Աղավնին իր կցին ձիթենու ճյուղ բերեց, որ Նոյին ասեր Նոյ, նոր սկիզբը։ Ամեն։ Սուրբ Օքու օծությունը դրա համար չի, որ մենք մարդկանց զարմացնենք, դրա համար չի, որ մենակ իր պարգևներն ու զորությունները ցույց տանք, այլ դրա համար, որ ամեն մարդու ասենք իմ Աստվածը քեզ համար նոր սկիզբ ունի, ամեն։ Այդ ձիթենու ճյուղը օծության խորհուրդ էր, միշտ ձիթենին օծության խորհուրդ է, եւ Աղավնին ուզում էր ասել կյանք կա աշխարհում, կյանքը շարունակվում է, մարդ ես կորցրե, տխուր ես, երբեմն նեղանում ես, հուսահատում ես, չգիտես ապագան ինչ կլինի, Սուրբ Օքու հետ միշտ նոր կյանք կա, ամեն։ Ակրավը մեր հնություններն է, ակրավը մեր աստվածաբանություններն է, ակրավը մեր պատմություններն է, գնում ու չի գալիս, բայց Սուրբ Օքին երբ որ գալիս է մեր կյանքի մեջ, նոր սկիզբ է բերում մեր կյանքի համար։ Ամեն։ Ուրեմն մենք Սուրբ Օքով կարող ենք նոր սկիզբ ունենալ եւ նոր սկիզբ, նոր կյանք։ Ամեն։ Այս կյանքի նոր սկիզբը մենք կարողանանք ունենանք եւ այս կյանքը ոչ միայն նա բերում էր այն ժամանակների համար սիրելներ, այլ մեր ժամանակների մեջ էր։ Հովանու ավետարանում կարդում ենք, որ Սուրբ Օքին Հիսուս ասում է, ինչպես որ քամին ապչում չես հասկանում, նա փչում է։ Մեծ մարդ էր Նիկոդիմոսը, ծեր մարդը ասում էր, ես ոնց կարող եմ նորից ծնվեմ։ Սուրբ Օքին է վերստին ծնունդ տալիս, Սուրբ Օքին է կյանք տալիս, ամեն։ Հիսուսը ուղարկեց Սուրբ Օքուն, որ այս 2000 տարվանից հետո Սուրբ Օքին այդ կյանքը ինձ ու քեզ տա։ Եթե դու նոր կյանք ես ուզում, թող այսօր Սուրբ Օքին փչի քեզ վրա։ Եվ Գաղատացիների 5:22-ը մեզ համար գեղեցիկ խոսք է, որ նաև ասում է Սուրբ Օքու պտուղն ինչ է։ Սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, բարություն եւ ժուշկալություն, հեզություն, այս բոլորը սա էլ կյանք է։ Սուրբ Օքու լեցունությունն է, որ այս կյանքը բերում է, սա բնավորություն է։ Եթե քո կյանքի մեջ բնավորության պակաս կա, Սուրբ Օքու լեցունությունը գալիս է նոր սկիզբ տալու քեզ։ Քեզ դարձնելու ուրախ մարդ, քեզ դարձնելու հեզ մարդ, քեզ դարձնելու երկայնամիտ համբերող մարդ, քեզ դարձնելու ուրախ մարդ, քաղցր մարդ։ Սա է Սուրբ Օքու բնությունը։ Սուրբ Օքին կյանքի նոր սկիզբ ունի ինձ ու քեզ համար։ Հիմա կանչիր իրան, Սուրբ Օքի, ես քեզ ուզում եմ։ Սուրբ Օքին այդ չի, որ մենք մի քանի բառ լեզուներ խոսացինք։ Սուրբ Օքին Տերը, Աստվածը,
եւ ինք ուզում է դու ամեն օր իրանով լցվես եւ իր հետ կապ ունենաս։ Ուրեմն նա կյանքի նոր սկիզբ է Սուրբ Ոգին մեզ համար։ Երկրորդը նա ոչ միայն կյանքի նոր սկիզբ է սիրներ, այլ նա հաղորդակցության նոր սկիզբ է։ Երբ որ նա իր ազգին փրկում էր Իսրայել ազգին, մի հետաքրքիր բան արեց։ Միշտ Սուրբ Ոգին է գալիս, որ փոխում է մեր հաղորդակցությունը։ Միշտ ասում են, երբ որ դու լեզուներով մկրտվում ես, հոգով մկրտվում ես եւ լեզուների նշանը հայտնվում է, եւ դու գործածում ես դա, դու մտնում ես մի հատ նոր հարաբերության մեջ Աստծո հետ։ Մի նոր հարաբերություն է գալի, ամեն ինչ սերտանում է, ջերմանում է, ուրիշ ձև է սիրում, բոլորս գվկայենք, չէ՞, Սուրբ Ոգու լեցունությունից, մկրտությունից հետո փոխվեց մեր կյանքը ամբողջովին։ Եվ ամեն անգամ որևէ տեղ, որ մենք նորից հոգով լցվում ենք, դա փոխվում է։ Իսրայել ազգի համար նույնն էր։ Կարդում ենք Ելից գրքի 13-ի 20 ու 21-ում, որ երբ որ Աստված իր ազգին փրկեց, գիշերը կրակով եւ առավոտը ամպով աջակցում էր նրանց։ Սուրբ Ոգին երբ որ գալիս է նոր հաղորդակցություն ա բերում, Իսրայել ազգը կտրված էր այդ հաղորդակցությունից։ Գուցե քո հաղորդակցությունն էլ Աստծո հետ մի քիչ կտրված լինի կամ մի քիչ ծառած լինի, այսօր թող Սուրբ Ոգու կրակը գա։ Իսրայելացին առավոտ շուտ վեր էր կանում, քամին փչում էր վրաններից դուրս, մտածում էր այսօր անապատում ինչ կանենք։ Շատ տխուր էր, չգիտեր ուր է գնում, 40 տարի անապատում, բայց հանկարծ վրանի դուռը բացում էր, նայում էր մեջտեղի խորանը, որ դրած է, ու տեսնում էր ամպը ու ասում էր. «Փառքես Տեր, դու մեզ հետ ես այսօր»։ Նույն իսրայելացին առավոտից գիշեր այդտեղ իր աշխատանքներն էր անում, գալիս էր երեկոյան պահը, երեկոյան երբ որ կողքից սկսվում էր անապատային կենդանիների ներխուժումը, եւ երբ որ արդեն արևմուտ էր եւ շատ տխուր էր ու ամպը արդեն կորցնում էր իր հմայքը, այդ ժամանակ այդ ամպը փոխվում էր կրակի։ Ու Տերն ասում էր. «Ես իմ ներկայությունով, իմ Սուրբ Ոգով քո գիշերը կլուսավորեմ»։ Ինչպես որ 14-րդ գլխի 19 ու 20 խոսքերում ասում է, ամբողջ գիշեր այդ ամպը կրակի պես վառվեց եւ կանգնեց Իսրայել ժողովրդի եւ եգիպտացիների մեջտեղը եւ նրանք չմոտեցան։ Երբ որ Աստծո կրակը Սուրբ Ոգին գալիս է, որ հաղորդակցության մի հատ նոր սկիզբ դնի քո կյանքի մեջ, եւ երբ որ նա կա, թշնամին քեզ չի մոտենում։ Օձերն ու կարիճները կրակից վախենում են։ Կարիճ երբ որ կրակա տեսնում ինքնասպան է լինում, օձերը փախչում են կրակից։ Սիրելիս, այսօր Սուրբ Ոգին ոչ միայն մի հատ նոր կյանքի, ոչ միայն մի հատ նոր բնավորության, այլ քեզ համար մի հատ նոր հաղորդակցության սկիզբ ունի։ Այդ հաղորդակցությունը չպիտի լինի երաշտյան ուժով, կամ մեր քաջալերանքի ուժով, կամ մեր ձեռնադրության ու քարոզների ուժով, այլ այդ քո նոր հաղորդակցությունը Սուրբ Հոգու լեցունությունով։ Դու արդեն ունես Սուրբ Ոգին, ովքեր որ ավաշխարել են, եւ շատերդ էլ արդեն մկրտված եք, դա ամեն օր պիտի զորացնել, ամեն։ Շնորհակալ ենք այն քույրերից, հատկապես որ այսօրերում ցերեկ գիշեր ստաղոտել են։ Երեք ես ներքևում դաս էի տալի, այնպես աղմուկ էր, մտածեցի ինչա պատա է։ Հետո հասկացա, չեմ, իրենքին բարձացի երկինքը երկինքն էր, չէ՞։ Եվ ես մի գնայի այնտեղից բան բերացի, ես մի հատ կրակի միջով գնամ անցնեմ ու գամ, հույսով վրայիցս կրակի հոտ չգա։ Սիրներ, երբ որ մենք լցվում ենք, մի հատ նոր հարաբերության մեջ ենք մտնում։ Շատ բաներ մեզ կոտրում է, շատ բաներ մեզի հուսահատեցնում է, շատ բաներ մեզ հեռու է պահում, բայց Սուրբ Ոգին բոլոր պատմության մեջ, որտեղ որ մի հատ փոփոխություն է սկսել մի եկեղեցում, Սուրբ Ոգու հեղում է եղել։ Որտեղ որ մի հատ արտություն է սկսել, Սուրբ Ոգու հեղում է եղել։ Ավանդական եկեղեցիները փոխվել են ու դարել են խարիզմատիկ եկեղեցիներ, Սուրբ Ոգին թափվել է այդտեղ։ Մարդիկ են եղել, կանգնել են Սուրբ Ոգով լցվել են, հատկապես 20-րդ դարի սկզբից, եւ ամեն ինչ փոխվել է։ Այսօր դու փափագիր Սուրբ Ոգու լեցունությունը։ Դա է մեր բոլորիս կարիքը, որ մի նոր հաղորդակցության մեջ մտնենք։ Ամեն։ Կարդում ենք Կորինթացիների 10-րդ գլխի 2-րդ խոսքում, որ ասում է. նրանք բոլորը մկրտեցին Մովսեսով ամպի եւ կրակի մեջ։ Անկամ անապատում այդ ամպը միշտ կար եւ իրենց մի հատ նոր հաղորդակցության մեջ էր տանում։ Այդ նոր հարաբերության մեջ Մովսեսին ենք տեսնում։ Ելից 33-րդ գլուխ 10-11 խոսքերը գրված է, երբ որ Մովսեսը մտնում էր խորանի մեջ, այդ ամպը իջնում էր վերևից, գալիս էր կանգնում էր դռանը։
Մովսեսը լցված էր Սուրբ Հոգով եւ այդ մի հատ նոր հարաբերություն էր ցույց տալի։ Այդ հարաբերությունը անգամ այնքան ուժեղ էր, որ իր ծառա Հեսուն էլ դուրս չէր գալի այդ տաճարից։ Մի նոր հարաբերություն Սուրբ Հոգով, որը Սուրբ Հոգին ոչ թե մեր բնավորությունն է մշակում, մեզի նոր բնավորություն է տալիս, այլ մեզ տալիս է մի հատ նոր հաղորդակցություն։ Ձեր սրտերում ասեք արի Սուրբ Հոգի, ձեր սրտերում ասեք բխիր Սուրբ Հոգի մեջից, թող այդ լճացած աղբյուրի մեջի նորից սկսի բորբոքվել, նորից սկսի եռալ եւ ես կարողանամ եռամ, ինչպես եռում էին Եփրատն ու Տիգրիսը դրախտի մեջ։ Այդ հաղորդակցության մեջ սիրելիներ Եզեկիելի 37-րդ գլխում նորից կարդում ենք, որ կանչում է Եզեկիելը քամիներին, հոգուն, որ գան ու կպնեն մեռած ոսկորներին եւ միշտ նոր սկիզբը Սուրբ Հոգով է։ Առանց Սուրբ Հոգու մենք չենք կարող սկսենք։ Ուզում ենք սկսենք, հավաքվենք, մի բան անենք, մի բան մտածենք, ճամբար անենք, երկրպագենք, բայց երբ որ ինքը գալիս է, ամեն ինչ փոխվում է։ Մեր եկեղեցին սկսեց Սուրբ Հոգու շարժումով։ Պարգևները սկսեց Սուրբ Հոգու շարժումով, իմ նոր ծառայությունը սկսեց Սուրբ Հոգու շարժումով։ Ես չեմ մոռան այդ օրը, ես ինչ հուսահատ աղաղակ եմ արել, երբ որ Սուրբ Հոգին սկսեց այցելել։ Եվ բոլոր թվականներում, որ Սուրբ Հոգին այցելել է, տարբեր տեղերում սիրելներ, մի նոր բան է կատարվել։ Եվ զգացել եմ, երբ որ հոգով լցված ես, ոչ մի բան չի կարող քո վրա ազդել։ Ամեն։ Մենք ճիշտ է դժվարությունների մեջ կընկնենք, բայց պետք ունենք այդ հաղորդակցության մեջ մտնենք։ Հիսուս աշակերտներին տարավ այլակերպության լեռը։ Մատթեոս ավետարան 17:5-ում եւ ասում մի հատ ամբը նրանց բռնեց եւ ամպից ձայն եկավ սա իմ սիրելի որդին, որին ես հավանեցի։ Հիսուս նրանց մի հատ նոր մակարդակ տարավ, մի հատ նոր բարձունք տարավ, երբ որ Սուրբ Հոգու ներկայությունը գալիս է սիրելիներ, մենք հոր ձայնն ենք լսում։ Այսօր եկեղեցին, ես, դու կարիք ունենք Սուրբ Հոգով էլի լցվել, զորանալ։ Մեր ազգը կարիք ունի Սուրբ Հոգով լցված մարդկանց, ամեն։ Մեր երկիրը կարիք ունի Սուրբ Հոգով լցված մարդկանց։ Մեսրոպ Մաշտոցը Սուրբ Հոգով լցված մարդ էր, Սահակ Պարթևը Սուրբ Հոգով լցված մարդ էր, Գրիգոր Նարեկացին Սուրբ Հոգով լցված մարդ էր։ Եվ ցավոք էլ չունենք Սուրբ Հոգով լցված մարդիկ։ Այսօր դու ես եւ քո նման հազարավորներ, որ Հայաստանում կան եւ գիտեն, որ իրենց Աստվածը զորավոր է եւ իր հոգին տալիս է իր սիրելիներին։ Գործկարակելոց 2-րդ գլխի 43-ից 47-ը մի հատ հատված են կարդում, որ բոլոր հավատացյալները իրար հետ մեկտեղ էին ապրում։ Ինչ ունեին, բաժանում էին։ Դուք այսօր պատրաստ եք բաժանեք ամեն ինչ, չէ։ Բայց երբ որ Սուրբ Հոգին գալիս է, բոլորը միասին են ապրում։ Մի հատ նոր հարաբերության մեջ են մտնում Աստծո հետ եւ մի հատ նոր հարաբերության մեջ են մտնում իրար հետ։ Սուրբ Հոգին նոր հարաբերության սկիզբ է բերում մեր մեջ, սիրելիներ։ Շատերս ենք վկայում սերը սառել է մեր մեջ, շատերս ենք վկայում իրար ուշադիր չենք։ Գիտեք ինչու, որտեվ Սուրբ Հոգու լեցունությունն է պակս է։ Երբ որ ինքն է կառավարում մեզ, երբ որ ինքն է եկեղեցին կառավարում, երբ որ դու ամեն օր խմում ես նրա գետերից, երբ որ ամեն օր քո աղոթքի մեջ լցվում ես եւ ապրում ես այդ հոգու մեջ, քո հարաբերությունները Աստծո հետ փոխվում է, քո հարաբերությունները մարդկանց հետ էլ է փոխվում։ Ամեն։ Ոչ մի բան քո աչքին չի գալիս, միայն քո Տերը եւ քո եկեղեցին եւ այն ինչ որ դու անում ես Տիրոջ համար։ Ուրեմն Տերը տեսնում ենք իր ազգի փրկության սկզբից իր զավակների հետ ոչ միայն նոր կյանքի սկիզբ, այլ մի նոր հարաբերության սկիզբ էլ դրեց։ Հաջորդը սկիզբը, որ ձեզ կուզեմ ասել, որ վստահ եմ, որ մեր սկզբի համար դա ազատագրության ու հաղթության նոր սկիզբ էր։ Մենք կարդում ենք Տերն ուզում է ազատագրության նոր սկիզբ բերի։ Մենք չենք կարող ընդօրինակենք անցյալը։ Մենք չենք կարող անցյալի ձևերով մի հատ նոր ապագա ստեղծենք, մինչև ինքը իրական չկա։ Սամվել եղբորս հետ հաճախ խոսում ենք, գիտեք ինչ եմ զգում։ Ուզում ենք մի բաներ ձեռնանք, բայց գիտեք, անգամ եթե շատ ավակներ, մենք ոչ մեկը ձեզ չենք ասի ուր եք այս օրերին։ Հիմա ասեցի իհարկե։ Ինչու չենք ասում, գիտեք, սպասում ենք Աստված մի բան անի։ Որտեւ Տերը մեզ չշարժի, Տերը մեզ գրված է Տերը շարժեց Կյուրոսի հոգին։ Տերը շարժեց Զորաբաբելին։ Երբ որ Աստծո հոգին է գալիս, իրներ ամեն բան փոխում է։
Սամսոնի մասին կարդում ենք Դատավորած գրքի 15-րդ գլխի 14 խոսքում, երբ որ նրան թելերով կապեր էին, մեջ չվաններով, կապանքների մեջ էր, եւ այդ ժամանակ նրա կռների վրա եղող չվանները փակելին իրան գրվածա, նրան դիմավորեցին եւ Տիրոջ հոգին նրա վրա եկավ եւ նրա կռների վրա եղող չվանները կրակով այրված քթանի պես եղան։ Մենք ասում ենք Տեր թող քո կրակ իջնի։ Կրակը չի իջնում, որ դու կարմրես, կրակը չի իջնում, որ դու քրտնես, աղոթես, կրակը իջնում է, որ քո կապանքները քանդվի, կրակը իջնում է, որ մարդը դիվահարված չգա նստիստե, կրակը իջնում է, մարդը շնացած չգա նստիստե, մարդը գողություն արած չգա նստիստե, եթե գալիս է ազատագրվի, կախարդությունով չգա նստիստե, Տերը ազատագրության նոր սկիզբ է դնում, ոչ թե մեր զորով, ոչ թե մարդկանց հրենք որ ընկնեն, այլ Աստծո ներկայությունը որ գալիս է, պետք չի մեկին հրել, պետք չի մեկին կպնել, պետք չի գոռալ, նոր ազատագրության սկիզբ։ Սամսոնի բոլոր կապանքները բացվեցին եւ Սամսոն իր կյանքի ամենամեծ հաղթանակը տարավ։ Ձեռքերդ բարձրացրու, ասա Տեր, ես ուզում եմ Սուրբ Հոգիդ գա եւ իմ կապանքները կտրատվի։ Չգիտեմ ինչ կապանք է, վախ է, բարկություն է, բղծություն է, ինչ որ կա, կամ չգիտեմ ներսի ուրիշ խնդիրներ է, Տեր, ես ուզում եմ, որ այսօր նոր սկիզբ լինի ազատագրության։ Ուզում ենք, որ քո եկեղեցին նոր սկզբի մեջ, ես խոսում եմ սկզբի մասին։ Գիտեք, ձեզ մի հատ բան ասեմ, երբ որ Աստծո հոգին եկավ իմ վրա տարիներ առաջ, քանի անգամ է դա պատահ է, բայց ամեն անգամ երբ որ մի մեծ օծություն է եկել, նույն օրը բան չի պատահել։ Մյուս օրն էլ բան չի պատահել, շատ սովորական։ 2 օր հետո զգացել եմ մի բան ալենու։ Երբ որ ես առաջի անգամ Դերիկ Փրինսին թարգմանեցի, եկա Հայաստան, ասի լավ էր թարգմանեցի։ Այդ ինքը տեղեր կար ինձ ասես դու աղոթ, աղոթում էի մարդիկ հետ ակրկի ձև դրսևորվում են։ Ես ասում եմ դե Իրանի իրա օծությունից է։ Երբ որ եկանք Հայաստան սկսեցինք աղոթել, ասես վայ ինչ որ ինքը անում էր կատարվում է։ Սիրներ, միշտ անմիջապես չի երևում։ Այսօրը սկիզբ է, քո մեջ հավաքիր Աստծո գետերը, քո մեջ հավաքիր Աստծո կրակը։ Եվ ես հավատում եմ այս նորը սկիզբը, ազատագրության մի հատ նորը սկիզբ է գալիս։ Անցյալի ձևով չպիտի լինի։ Չորեքշաբթի օրը խոսում էի, որ երբ որ առաքյալները հետ եկան Երուսաղեմ, մի ամպ Հիսուսին ինչ արավ վերացրեց։ Գուցե Սուրբ Հոգու ամպն էր, որտեղ ինքը պիտի գար։ Նրանք մի բան հասկացան։ Այո, խաչելությունից հետո Հիսուսին տեսան նույն ձևով, բայց այդտեղ արդեն իրանք այդ ձևով էլ չէին սպասում։ Այդ Հիսուսը, որ այդ ձև մարմնով պիտի իրանց հայտնվեր, էլ չէր գալու, նոր բան էր գալի։ Եվ ես հռչակում եմ, Աստված նոր բան է բերում, սիրելիներ։ Ոչ թե մենակ մեր եկեղեցում, ամբողջ Հայաստանում, տարածաշրջանում, մի հատ նոր շարժման հոտ եմ առնում, մի հատ նոր ալիքի։ Եվ սա այն ժամանակը գալիս, երբ որ Սուրբ Հոգին լցնում է հավատացյալներին, ամեն։ Այս օրերում աղոթեք, լցվեք հոգով, արձակեք լեզուների աղոթքը, միասին աղոթեք եւ կտեսնեք, որ ամեն բան կփոխվի, սիրելիներ։ Նրանք եկան Երուսաղեմ, ամեն ինչը սպասում են, բացի Հիսուսի նոր ձևով։ Գիտեք, մենք շատ անգամ այնքան գործեր ունենք, այնքան ծրագրեր ունենք, ժամանակ չունենք Սուրբ Հոգու համար։ Բայց Տերը ցույց է տվել, ոչ թե մեր ծրագրերն են հաղթում, ոչ թե մեր կազմակերպչական լավ գործերն են հաղթում, ոչ թե մեր գործուղումներն են հաղթում, Սուրբ Հոգու օծությունը զորավոր է։ Ես լավ հիշում եմ տարիներ առաջ կայարանով անցնում էի մի հատ զրոյին ունեի կարմիր գույնի բորդո եւ մեկ էլ տեսա ապակու վրա մի հատ գրություն կար։ Այդ գրությունը միշտ հիշում եմ։ Մի հոգի գրել էր, «Ռաֆ եղբայր, շնորհավորում ենք, դուք նոր օծություն ունեք»։ Եվ դա իմ համար շատ հետաքրքիր էր։ Ես չգիտեի այդ ինչ էր, բայց գիտեի մի բան փոխեց իմ կյանքը։ Եկեղեցի քեզ շնորհավորում եմ, նոր օծություն ունես։ Նոր սկիզբ եմ հռչակում, սիրելիներ։ Եվ Սամսոնի ազատագրությունը նույն ձևով, սիրելիներ, մեր վրա պիտի կատարվի։ Տերը ազատագրության եւ հաղթության նոր սկիզբ ունի։ Եղիան 3-րդ թագավորաց 18 գլուխ 38-39 խոսքերում կարդում ենք։ Դուք երևի համարները տեսնում եք, որ երկնքից կրակ է իջնում եւ անձրև է գալիս։ Այդ էլ մի հատ նոր սկիզբ էր Եղիայի համար, թեև հետո ինքը մի քիչ ուսահատություն ապրեց, բայց Իսրայել ազգի համար մի հատ նոր սկիզբ էր։ Որտեղ որ կրակը հայտնվում, որտեղ որ ամպն է գալի, որտեղ որ քամին է փչում, որտեղ որ աղավնին է գալիս, որտեղ որ յուղն է իջնում,
որտեղ որ Սուրբ Ոգին սիրներ եկել է, մի հատ նոր սկիզբ ա տվել, ամեն։ Մեր ճամբարներում, եթե մանուկները Սուրբ Ոգով լցվեն, մեր մանկականը նոր սկիզբ կունենա։ Եթե մեր երիտասարդները Սուրբ Ոգով լցվեն, մեր երիտասարդականը նոր սկիզբ կունենա, ամեն։ Արի Սուրբ Ոգի, մենք քեզ կանչում ենք։ Բխիր մեր ներսից, ուզում ենք լցվենք։ Եվ ես կարծում եմ այսօր ամբողջ ժամանակ Աստված, կարծես մի հատ այսպես նոր ստարտ է տալիս։ Ու քո մոտորին ասում է վարվիր, աշխատիր։ Խմիր ես բենզինը, թող ներսդ աշխատի եւ դու կարողանաս ծառայես այս երկրի մեջ։ Ամեն։ Մենք կարիք ունենք այդ նոր սկիզբին։ Եղիան դա արավ, որբևայրի կինը այդ յուղը, որ պատմությունը շատերդ գիտեք, մի աման յուղ ուներ, երկու տղա ուներ, պիտի պարտատերները տանեին, կապանք կար, մարդն էր մահացել, շատ վատ վիճակ էր, ու քեզ եմ ասում, այս մեկի հետ խոսում ա, գուցե դու մենակ ես, այրի ես, բայց մարգարեն ասեց մի աման յուղ, որ էլի Սուրբ Ոգու խորհուրդն է, այդ յուղով բոլոր հարևանների ամանները լցրեց։ Ես կարծում, երբ որ հարևանները ամանները տարան, այդ տակը լզեցին, օգտվեցին այդ յուղից իրենք էլ, ծախեց, պարտքերը տվեց, Սուրբ Ոգին գալիս է ազատագրելու։ Մենք չենք կարող զոր անենք, աղոթում ենք, դևերը չենք գնում, որտեվ Սուրբ Ոգու լեցունությունը պետք է ճաշակենք, ամեն։ Եվ մենք ասում ենք արի Սուրբ Ոգի։ Ես չեմ մոռանում, երբ որ առաջի անգամ մի օքու մի հատ ոգի սաստեցի եւ տեսա այդ մարդը հետ գնաց կպապատեցի, ոյ եղավ ոնց որ, բայց հիշեցի, որ Սուրբ Ոգին էր իմ վրա, ոչ թե իմ մարդկային ուժերը, ամեն։ Սուրբ Ոգի դու ղեկավարիր մեզ։ Սուրբ Ոգի մենք ուզում ենք գաս մեր վրա։ Սուրբ Ոգի թող իմ ներսից կենթանի գետերը բխեն, ամեն։ Եվ նոր ազատագրության, նոր սկիզբ գա մեր եկեղեցում, մեր կյանքի մեջ, իմ անձի մեջ։ Գործք Առաքելոց 13:9-10 խոսքերում մենք նորից կարդում ենք դրա մասին։ Պողոսը իր առաջի ճամփորդություններ, սկզբնական ճամփորդությունը եւ գրված է Սուրբ Ոգով լցված մտիկ տվավ նրան, այսինքն կախարդին, եւ ասեց. ով ամեն խաբեությունով եւ խորամանկությունով լցված սատանայի որդի, ամեն արդարության տշնամի, դու չես դադարում Տիրոջ ուղիղ ճանապարհները ծռելուց, եւ գրված է, որ այդ կախարդը կուրացավ եւ ինքը Սուրբ Ոգով լցվեց եւ այդտեղ կատարվեց ազատագրություն այդ կախարդի մեջ։ Եվ դա սկիզբ դարավ իր առաջի ճամփորդության։ Սուրբ Ոգին երբ գալիս է, ամեն ինչի սկիզբ է դնում։ Մենք ծառայություններ չունեինք այսքան, երբ որ Սուրբ Ոգին եկավ իր ծառայություններն է իր հետ բերում։ Երբ որ Սուրբ Ոգին գալիս է իր գետերն է իր հետ բերում։ Գետերով մեզ համար օրհնություն է բերում, ամեն։ Իր քամիով այն բոլոր սերմերն է բերում, որ պիտի նշտի փոշոտի մեզ եւ մենք օրհնվենք։ Սիրելի Սուրբ Ոգի, մենք այս օրերում ուզում ենք այս նոր սկիզբը, ամեն։ Դա Պողոսի առաջի ճամփորդությունն էր, դեռ չէր էլ գնացել, միտեղ հասել էր եւ այդ լեցունությունը նոր ազատագրություն բերեց իր մեջ։ Գիտեմ, բոլորս գործ ունենք, կես ժամ հետո կփորձենք շատ արագ նստենք ավտոբուսներին ու գնանք, բայց մի բան եմ ուզում ասեմ, այսօր լցվիր Սուրբ Ոգով, այսօրը սկիզբը, սկիզբը լավ եղավ, վերջը լավ կլինի, ամեն։ Սկիզբը որ լավ վերցրեցիր, հետո էլ լավ կտանես, բայց ուզեմ մի հետաքրքիր մասի հասնենք, որ Տերը ոչ միայն մեզ տալիս է ազատագրության մի հատ նոր սկիզբ, եւ ոչ միայն մեզ տալիս է կյանքի նոր սկիզբ, եւ ինչպես ասեցինք, նոր հարաբերության նոր սկիզբ, այլ նաեւ ծառայության նոր սկիզբ։ Մենք սառում ենք, կանգ ենք առնում, հոգնած ենք ասում ենք, եւ չենք կարողանում առաջ շարժվենք, մի բան կարիք ունենք, Սուրբ Ոգին մեզ հպվի, ամեն։ Ինքը մեր մեջ բնակվում է, ինքը մեզ շատ մոտ է, շատ մարգարեներ ու առաքյալներ անգամ այսքանը, որ մենք գիտենք, չգիտեին, բայց սիրտ ունեին, ծարավ էին։ Երբ որ 2001 թիվն էր, դրսից գալիս էին հարցնում էին, իշում եմ մի հատ Սևանի եկեղեցու հովից հարցրեցին, ասին դու ինչ արեցիք, որ այս օծությունը եկավ, ինքը միայն մի բան ասեց, բոլորս ենք էդ ասում, ծարավ էինք, ոչ ծոմ պահեցինք, ոչ շատ տանջեցինք մեզ, ոչ գոռացինք, ծարավ էինք։
Եվ երբ որ ծարավա ժողովուրդը, եկեղեցին ծարավա եւ կարողանում է բաց թողնի անցյալի բաները, Սուրբ Ոգին գալիս է։ Սուրբ Ոգին բերում այդ բոլոր նոր սկիզբները մեզ համար։ Եվ հիմա էլ ուզում եմ ծառայության սկիզբը մեզ տա։ Հեսուն իր ծառայության սկիզբը այսպես էր։ 33:11 ելիցը կարդացինք, որ ինքը մտել էր խորանում, ամպիշնում էր ունդեղից դուրս չէր գալի։ Եթե ուզում ես հաջողված ծառայություն ունես երիտասարդ, մտիր Աստծո ամպոտ ներկայության մեջ։ Գիտեք, շատ բաներ, կա բաներ, այո, մեր խելքից է, կա բաներ մեր սխալ խորհուրդներից է, բայց կա իսկականից մեր կյանքում մեծ մասամբ խնդիրներ, որը Սուրբ Ոգու լեցունության պակասից է։ Եվ այսօր սկսեք, հենց հիմա վերցրեք այդ գեղեցիկ երկրպագությունը, որ եղավ, այդ ուրախությունը դա Սուրբ Ոգին շարժում էր մեր ներսը։ Ապաշխարենք որոշ բանից, հետ դառնանք եւ ասենք Տեր, ես նոր սկիզբ եմ ուզում։ Այդ գեղեցիկ նոր սկիզբներից, որ միշտ ինձ հրապուրում է եւ այս մարդուն շատ եմ սիրում։ Առաջին թագավորը 16:13-ն է։ Սամվելը մի տուն էր մտել, 8 տղա կային, մեկին գտավ եւ յուղը լցրեց իր գլխին, օծեց Դավիթին։ Գիտեք, երբ որ մենք ասում ենք օծություն, հինգտականում որ ասում են օծյալ, այսինքն մեկը որ Աստծո կողմից ընտրվել է ու իր գլխին յուղ են թափը։ Ինքը յուղոտ է, համով է։ Ինքը ծածկված է յուղով։ Ինքը ամբողջովին Աստծո ընտրության մեջ է։ Երբ որ Սուրբ Ոգին այդպես գրված է, որ այդ յուղով օծվեց Դավիթը, գրված է, որ Աստծո հոգին եկավ Դավիթի վրա։ Եվ երբ որ Աստծո հոգին եկավ Դավիթի վրա, սիրելիներ, մի հրաշալի բան կատարվեց։ Սկսեց աշխարհի ամենագեղեցիկ երկրպագությունը։ Մի հատ նոր երկրպագություն սկսեց։ Երբ որ նվագեց, թագավորը բժշկվեց։ Երբ որ գնաց պատերազմելու, ամենահսկա մարդը վայր ընկավ իր առջև, ուր որ գնում էր հաջողվում էր, որտեղ որ նվագում էր մարդիկ բժշկվում էին, ես ու դու արդեն դարեր օրհնվում ենք իր սաղմոսներից, սաղմոսների կես ինքն է գրել։ Եվ սիրելիներ, Դավթի օծությունը, Դավթի լեցունությունը երկրպագության ծառայության սկիզբը է, սիրելի փառաբանության խումբ։ Աշխարհում շատ բաներ կտեսնեք, շատ մարդիկ, հայտնի երկրպագողներ, գուցե կուզենաք իրանց նման լինեք, բայց Սուրբ Ոգին ձեզ եզակի է սարքելու, երբ որ դուք հոգով լցվեք, երբ որ թույլ տաք մարգարեի յուղը գա ձեր վրա, երբ որ թույլ տաք Սուրբ Ոգին սկսի ձեզ օծել, երբ որ Սուրբ Ոգու օծությունը գալիս է, մեր երկրպագությունը երգից գնում ենք երկրպագություն, նվագելուց գնում ենք մարգարեական, փոխվում է, մարդը մի հատ երգ է երգում ու դու զգում ես Աստված եկավ, դու զգում ես Սուրբ Ոգին եկավ, եւ սա իսկապես ծառայության նոր սկիզբ էր Դավիթի համար, օծության նոր սկիզբ էր նրա համար։ Հիսուսի ծառայության սկիզբն էլ էր այսպես, երբ որ Հիսուսը Մատթեոսի 3:16-ում ջրով մկրտվեց, Սուրբ Ոգին եկավ իր վրա, անմիջապես դրանից հետո իր ծառայությունը սկսեց։ Սկզբից կարդացի Ղուկասի 4:18-ը, որ ասում է. Տիրոջ հոգին ինձ վրա է, ընդ որում նա օծել է ինձ։ Սա իր ծառայության սկիզբն էր Նազարեթում, որտեղ որ Սուրբ Ոգին գալիս է քո ծառայությանը սկիզբ է տալի։ Եթե կանգ ես առել, չգիտես ինչ անես, ես չեմ որ քեզ ծառայություն կտամ, ես քեզ չեմ որ քեզ առաջ կմղեմ, Սուրբ Հոգով լցվիր։ Թող Սուրբ Ոգին գա քո վրա, պատրաստենք այդ ստանանք այսօր, որտեղ ես մղվեմ ծառայության, ես մտնեմ այդ ծառայության մեջ։ Հիսուսը Հովաննավետանի 20-րդ գլխում 21 ու 22-ում այսպես արավ. Ինչպես հայրն ինձ ուղարկեց, ես ձեզ ուղարկում եմ։ Հետո ասма փչեց նրանց վրա ու ասեց. Արեք Սուրբ Ոգին։ Առանց Սուրբ Ոգու ծառայությունը թերի է։ Առանց Սուրբ Ոգու ծառայություն հենց այնա, որ մի հոգի հասարակական բարեգործություն անում դրսում։ Բայց երբ որ Հիսուսը փչեց նրանց վրա, դա մղեց նրանց վրա այդ 40 օրվա մեջ պատրաստվեն։ Գալիք 10 օրվա մեջ պատրաստվեն։ Միշտ Սուրբ Ոգին է, որ մեզ տանում է։
Դավիթ այդ օրը օծվեց եւ քնարը վերցրեց եւ դևերը փախան թագավորից։ Այսօր քո հերթնա որ քո ծառայության համար օծվես, նորոգվես։ Պողոսի մասին էսպես է գրված 9-րդ գլխի 17-ում գործքի ասма Պողոս եղբայր հիմա դու պիտի տեսնես եւ Սուրբ Օքով լցվես։ Թող այսօր Տերը մեր աչքերը բացի Պողոսի նման որ տեսնենք եւ Սուրբ Օքով լցվենք եւ դառնանք առաքյալներ։ Ամեն։ Գոհացեք Տիրոջից, քանի որ բարի է, քանի որ նրա ողորմությունը հավիտյան է։ Գոհացեք Տիրոջից, քանի որ բարի է, քանի որ նրա ողորմությունը հավիտյան է։ Այո, Գոհացեք Տիրոջից, Այս երկով էր որ ամպը եկա։ Ես իմ արչավում եմ Սուրբ Օքով ամպը գալու վրա։ Նոր սկիզբ